Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մենք խոսելու ենք շատ կարևոր մի հարցի մասին եւ մեդիտատիվ տեխնիկա եմ այսօր ձեզ սովորեցնելու, սա այն մարդկանց համար, ովքեր որ փնտրում են իրենց երկրորդ կեսին։ Նախ երկրորդ կեսի թեմայով ես ունեմ տեսահոլովակ, որտեղ բացատրում եմ տղամարդու եւ կնոջ չակրաների կապը ու այդ կապը ոնց է պետք ամրացնել, ոնց է պետք համագործակցել չակրաներով ու եթե այդ մակարդակների վրա 7 ամենաբազային մակարդակների վրա մարդիկ չեն համագործակցում, ապա միանշանակ իրենց մոտ խնդիրներ, խնդիրներ եւ վեճեր է առաջանում։ Ընտանեկան կյանքում այդ մարդիկ երջանիկ չեն լինում, բայց գոնե մինիմում 4-5 կետ պետք է համընկնի, որպեսզի գոնե ինչ-որ չափով մարդիկ կարողանան իրար հետ կենցաղային կյանք ապրեն, ինչ-որտեղ նաև զարգանան ու թույլ տան, որպեսզի զարգանան նաև իրենց կողակից։ Սկսվում է մտքից ու շատ կարևոր է, որ մենք ինչ ձև ենք մտածում, ինչպես ենք պատկերացնում այն ամեն ինչը, ինչը որ պետք է գա մեր կյանք։ Ինչպես ենք աշխատում մեր գիտակցության եւ ենթագիտակցության հետ, որովհետեւ այն ինչը որ մենք չունենք կամ մեր կյանք չի գալիս, այդ նշանակում է, որ կամ գիտակցական կամ շատ ավելի հաճախ ենթագիտակցական մակարդակներում մենք ունենք խնդիրներ։ Մենք դա մեզ թույլ չենք տալիս։ Դրանք կարող են լինել տրավմատիկ որոշակի բաներից, դրանք կարող են լինել համոզմունքներից, դրանք կարող են լինել ապահովության զգացողությունից կամ այլ տեսակ հանգամանքներում դա կարող է լինել, այնպես որ սա առանձին թեմա է, մենք դրան օրեց մի օր կանդրադառնանք, բայց այսօրվա մեր թեման ինչպես գտնել երկրորդ կեսին։ Երկրորդ կեսին գտնել նախ մտքում, քո էմոցիաներում, քո ապրումներում, քո գլխում, քո մեդիտացիայի մեջ, հետո դրանից հետո բաց թողնել այդ պրոցեսները եւ ֆիզիկական աշխարհում կատարել որոշակի գործողություններ եւ դա պարտադիր տեղի կունենա, եթե դա իսկապես քեզ համար պետք է եւ պետք է տեղի ունենա, այսինքն կարմիկ առումով դու այնտեղ ոչինչ չունես, որ պետքա ինչ էլ որ անես, դա պետքա չլինի։ Ընդհանուր առմամբ կարմիկ առումով, երբ որ ես նկատի ունեմ, մենք չենք հասնում ինչ-որ նպատակների, հա, դա ուղղակի կազմում է 5-ից 10% առավելագույնը։ Մնացած 90-ից 95% դեպքերում մենք միշտ կարող ենք հասնել մեր ցանկություններին։ Որովհետև Աստված մարդուն ինչպես է ստեղծել է իր կերպարով, այնպես որ մարդը դա նույնպես Աստված է, դա ուղղակի չի գիտակցում, շատերը դա չեն հասկանում, բայց կգա ժամանակը, կբացվի դուռը կամ մարդու վիբրացիաներ կբարձրանա եւ նա կհասկանա շատ ավելին։ Նստենք ծալապատիկ կամ նստենք աթոռին, պարտադիր է որպեսզի ձեր ոտքերի ներբաները լինեն հատակին։ Եթե դուք նստած եք աթոռին, եթե դուք նստում եք ծալապատիկ լոտոսի դիրքով կամ կիսալոտոսի դիրքով, ապա պոչուկն ենք պահում հատակին, զգում ենք պոչուկի եւ հատակի հպման կետը։ Մեջքը պարտադիր ուղիղ պահեք, երկու դեպքում էլ գլխագագաթով ցկվեք վեր։ Լեզվի ծայրը բարձրացրեք եւ կպցրեք քիմքին։ Դա կոչվում է կեչարի մուդրա։ Կեչարի մուդրան կատարվում է էներգետիկական համակարգում որոշակի դիրք զբաղեցնելու, որոշակի պրոցեսներ ակտիվացնելու համար։ Եվ այսպես, փակեք աչքերը, խորը ներշնչեք, արտաշնչեք, 3-ից 4 ներշունչ կատարեք ու զգացեք ինչպես է ձեր մարմինը թուլանում, հանգստանում, լսեք իմ ձայնը, գնացեք ներս ու բաց թողեք լարվածությունը։ Կարևոր է նախքան մեդիտացիան ամբողջությամբ թուլացնել մարմինը եւ դուք կզգաք ապահովության, պաշտպանվածության եւ խաղաղության զգացողություններ ամեն վայրկյանի հետ եւ ամեն արտաշնչով զգացեք ինչպես եք թուլանում եւ ձեր յուրաքանչյուր արտաշնչով զգացեք ինչպես եք հանգստանում,
հանգստանում, հանգստանում է ձեր մարմնի աջ և ձախ կողմերը, հանգստանում է աջ և ձախ ռունգները, հանգստանում է աջ և ձախ աչքը, աչքի կոպը, հանգստանում է սրտի աշխատանքը և ինչքան հանգստանում է սրտի աշխատանքը, այդքան հանգստանում է նաև շնչառությունը և ինչքան հանգստանում է շնչառությունը, այդքան հանգստանում է մարմինը և դուք թուլանում եք ու նախապատրաստվում ենք մեր այսօրվա մեդիտացիային փակ աչքերով պատկերացրեք աստղազարդ երկինք պատկերացրեք, որ ձեր շուրջ ամբողջությամբ աստղեր են։ Նրանք կարող են լինել տարբեր չափսերի, տարբեր մեծության, տարբեր հեռավորությունների վրա, և նրանց լույսը կարող է տարբերվել։ Ուսումնասիրեք այդ բոլոր աստղերը, նկատեք նրանց բոլորին։ Դա ամենուրեք է։ Իսկ հիմա այս պահին մտածեք ձեր երկրորդ կեսի մասին, այն կերպարի մասին, որին ցանկանում եք տեսնել ձեր կողքին։ Կարող եք պատկերացնել նրա հասակը, նրա արտաքին տեսքը։ Կարող եք պատկերացնել նրա բնավորությունը, հոգու զարգացվածությունը, կրթությունը։ Պատկերացրեք այնպես, ինչպես կցանկանաք, ու փորձեք զգալ, դա ձեզ երջանկացնում է։ Ձեր կողքին տեսնելով նման մարդու, դուք ձեզ ապահով եք զգում, դուք ձեզ սիրված եք զգում, դուք ունեք ընդհանուր ապագա, դուք օգնում եք մեկըդ մյուսին, դուք ի վերջո ներդաշնակ եք։ Մտածեք այդ մասին, զգացեք։ Ու դուք կտեսնեք, որ երկնքում աստղերը պակասում են։ Երկնքից անհետանում են այն բոլոր աստղերը, որոնք չեն համապատասխանում ձեր նշած մարդու կերպարին, զարգացվածությանը, տեսակին։ Հնարավոր է երկնքում մնան մի քանի աստղ, կամ մնա մեկը։ Վերցրեք այն աստղը, որը կցանկանաք, որը կձգի ձեզ, նկատեք այն, որը կլինի ամենայուրահատուկը ձեզ համար։ Վերցրեք ձեր մտավոր, երևակայական ձեռքերով ու բերեք դեպի կրծքավանդակ և այդ աստղը դրեք ձեր կրծքավանդակին ու տարեք ներս, թող այն մտնի ձեր մեջ, ձեր սրտի մեջ ու միաձուլվի ձեզ։ Եվ դուք դարձեք մեկ ամբողջություն, մեկ մարմին, մեկ միտք։
եւ մեկ էներգիա։ Դանդաղ եւ հանգիստ ետ վերադարձեք։ Շնչառություն, ռունգներ, դանդաղներ շնչենք, արտաշնչենք։ Ամբողջությամբ հավաքենք մեր բոլոր մարմինները։ Դանդաղ եւ հանգիստ շարժենք մեր ձեռքերի եւ ոտքերի մատերը։ Կատարենք ներշունչ եւ արտաշունչ։ Ու դանդաղ բացենք մեր աչքերը։ Բարի վերադարձ, սիրելի ընկեր։ Դե ինչ, քո մեդիտացիան կարծում եմ, որ ստացվեց, եթե չի ստացվել, ապա փորձիր եւս մեկ անգամ եւ ինչքան շատ փորձես, այնքան ավելի շուտ այդ վիբրացիան կգա քո կյանք, այսինքն միշտ հիշիր, այն ինչը որ մենք բաց ենք թողնում, այդ միանշանակ մեզ ետ է վերադառնում, ու եթե մենք ունենք կոնկրետ նպատակ, միանշանակ մենք կարող ենք այդ կոնկրետ նպատակի հետ աշխատել, նախապատրաստել մեզ, բայց ամենակարևորը նա է, որ դուք հասկանաք իսկապես դա ձեր սրտի, ձեր հոգու ցանկությունն է, թե դա ուղղակի կարծես է ձեր մտքից կամ ձեր ընկերների, բարեկամների եւ ծնողների ցանկություններն եք կատարում, որքանով եք դուք ազատ եւ որքանով եք ենթարկվում տարբեր տեսակի կազմակերպությունների կամ մարդկանց։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Ձեզ բոլորիդ ցանկանում եմ լավ, դրական, կառուցողական եւ առողջ օր։ Նամաստե։